ինչ սպասելիքներ ունեք սեփական օրակարգով խորհրդարան եկած ընդդիմությունից եւ ինչ եք ուզում մարդկանց օրակարգը փոխեք, իրենք իրենց սեփական օրակարգը ունեն։ Ալրջացնում ենք ինչը, լուրջ ինչ-որ գործընթաց է, այս կողմ գամ։ Կտրից տառը։ Նորմալ է, դուք առաջ։ Ուր գամ, այստեղ գամ լավ է, սենց եթե ինչ-որ լուրջ գործընթաց է տեղի ունենում, իմ համար անկեղծ ասած անտեսանելի է այդ գործընթացը, ես գործընթացներից մենակ վերջերս տեսա, որ ազգային ժողովի պատգամավոր Լուսինե Բադալյանի հետ մեր ընդդիմադիր պատգամավորները, ովքեր լրջության կոչեր էին անում, այս ազգային ժողովի բակում սակուրաներից ինչ-որ թիթեռներ էին կախում։ Եթե այդ գործընթացը նկատի ունեք, որ մենք այդ գործընթացը իրենց շեղում, ապա միգուցե ցանկացած մարդ, ով որ դեմ է արտահայտվում այս գործընթացին, իսկ մինչև հիմա այս պայմանությամբ ինձ հայտնի են երկու մարդ, ովքեր որ դեմ են իմպիչմենտի գործընթացին։ Մեկը Նիկոլ Փաշինյանն է հայտնի պատճառներով, մյուսը այս պայմանությամբ Ռոբերտ Քոչարյանն է։ Երրորդ մարդ չեմ ճանաչում, բայց ցանկացած մարդ, ով որ չգիտեմ, տեղյակ չեմ, բայց ես դեմ արտահայտվողների մասին, տեղյակ եմ դրա մասին եմ ասում։ Ես կարծում եմ, որ այդ կարծիքը այս պայմանությամբ ոչ մեկ չի կարողացել փոփոխման ենթարկել որևիցե փաստարկով։ Իմպիչմենտի գործընթացը այս պայմանությամբ միակ հնարավոր տարբերակն է իշխանափոխություն Հայաստանում իրականացնելու, այլ որևէ տարբերակ գոյություն չունի։ Եվ վերջացնեմ նախադասությունը, իսկ ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորի համար այս վերջին 4 տարիների ու իր ամբողջ ազգային ժողովի պատգամավոր աշխատած 5 տարիների ընթացքում միակ գործիքն է, որը ազգային ժողովի պատգամավորի մանդատ ունեցող որևիցե մարդ, ընդդիմադիր մարդ կարող է կիրառի Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար, այլ որևիցե գործիք չունի։ Մնացած ամեն ինչը ազգային ժողովի պատգամավորը ընտրությունների հետ որևիցե կապ չունի, այսինքն ինքը չի կարող։ Վստահ որ ԿՊ-ն կմիանա, պարոն Մարյան։ Ձեր հարցին, նախորդ հարցին, որ Էդգար Ղազարյանին տվեցիք, Էդգար Ղազարյանը իր իմացության տիրույթում պատասխանեց, ես այդ հարցին նաև ավելացնելու բան ունեմ։ Դուք ասեցիք, եղել են արդյոք դեպքեր, որ ԿՊ-ական պատգամավորները կարճ ասեմ այո, նույնիսկ նման դեպքեր եղել են ՀՓՇ շարժման ժամանակաշրջանից եւ դեռ ինչու՞ չէ վերջերս իմպիչմենտի գործընթացին, այդ թվում նաեւ Բագրատ Սեփազյանի շարժման ժամանակ իմպիչմենտի գործընթացին ամենայն դեպս դրանով հետաքրքրված ԿՊ-ական պատգամավորներ եւս եղել են։ Այսինքն ազդակ չեմ ասել, սա ասում մի վարքեմ։ Ոչ, իր մասին չի խոսքը։ Այո։ Հիմա այդ մասին, քանի որ ես եմ տեղյակ, ես այդ տեսանկյունից պատասխանեմ։ Օրինակ իմ պրակտիկայում ՀՓՇ շարժման ժամանակ եղել է ԿՊ-ական պատգամավոր, ով որ իմ միջոցով փորձել է բանակցի ընդդիմության հետ, որ հետևյալ օրակարգով ընդ որում պարզ ասում եմ ձեզ, որ իր ազգային ժողովի պատգամավոր մնացած այդ հատվածին ինչքան որ ինքը մնում է այդ աշխատավարձը հաշվենք, մի հատ մեկենաս գտնենք, որ իրան կվճարի, ինքը պատրաստան նույնիսկ գա ընդդիմության հանրահավաքին է ելույթ ունենա, ժողովրդին էլ միան ամեն ինչի պատրաստ է։ Այդ եղել է ՀՊՇ ժամանակ, որպեսզի չխառնենք իրար։ Փողի դիմաց, այսինքն պատասխան։ Դա այդ մարդը օրինակ եմ ձեզ բերում, օրինակ մի մարդ տենց է արել։ ՀՊ խմբակցության մի վարքյան, այո, այդ ժամանակ պատգամավոր է։ Հիմա մի վարքյան սպասեք, ժողովուրդ, սպասեք, հիմա ասում եմ։ ՀՊ խմբակցության մեջ մարդիկ հավաքված են երկու գործոնի շուրջ։ Այնտեղ չկա գաղափարախոսություն, կարծում եմ նոր բան չեմ ասում։ Այսինքն չկա մի մարդ, որ ասում է ես Նիկոլ Փաշինյանի գաղափարախոսության համար եկել եմ այստեղ պատգամավոր եմ աշխատում, թուքումուր եմ ուտում։ Այդ երկու գործոններն են վախը եւ շահը։ Հնարավոր է, իրանք վախենում են Նիկոլ Փաշինյանից, որովհետև հակառակ կողմից, ընդդիմադիր դաշտից, այդ թվում նաև իմ կողմից, ես էլ եմ ընդդիմադիր դաշտից, վախենալու ոչ մի բան չկա։ Նիկոլ Փաշինյանը իրանց շուրջ ստեղծել է վախի մթնոլորտ, պահում է իր ազդեցության տակ, հիմա չկան այդ մարդիկ, չկա այդ քաղաքական ուժը, որը իրանց կազատագրի այդ վախից։ Հավատացնում եմ ձեզ, երբ որ լինի համաժողովրդական, համազգային այսպես շարժում իմպիչմենտին աջակցող,
որը պարտադիր պայման է իմպիչմենտի հաջողման համար, ոչ մեկս ռոմանտիկ չեն, հա, հասկանում եք ինչա։ Այդ ժամանակ իրանք կձերբազատվելով իրանց վախից գան կմիանան եւ մի հատ էլ մի վարքյան վաճը կոմպլեքս պատասխանում եմ հարցերին։ Սա քայլ է նաեւ ինչ որ առումով կոլեկտիվ անպատասխանատվության ոլորտից, թե ինչի է Նիկոլ Փաշինյանը մեր վարչապետը այդ հարցի շուրջ, կա կոլեկտիվ անպատասխանատու մոտեցում։ Բերել հարցը անհատական պատասխանատվության ոլորտ։ Այսինքն անհատապես բոլոր падգամավորները պետք է մեզ բացատրեն, արդյոք իրանք հանցակից են դառնում Նիկոլ Փաշինյանին, թե հանցակից չեն դառնում։ Այս բաց հարցի։ Մենք այդ ամեն ինչի կիմանանք, այդ թվում է ԿՊԱԿ-ն падգամավոր կա, կարող է հույս ունի, որ իր անունը իդեպ ոչ մեկ չգիտի, բազմաթիվ падգամավորներ կան երեք ստորագրելու ընթացքում պարոն Ղազարյանի հետ միասին պարզեցի, որ անունները չգիտենք այդ մարդկանց։ Հիմա կարող այդ մարդը հույս ունի, որ տենց իր անունը ոչ մեկ չի իմանա, ինքն էլ հով տենց իր այդ 5 տարին կլր։ Հայաստան դաշինքի դեմ է, որովհետև իշխան Սաղաթելյանն ինձ հետ հարցադրություն ունեցավ, որ ներողություն ավարտեմ, ասաց, որ մենք պետք է հասկանանք, մենք ուզում ենք այս հարցը լրջորեն քննարկել, իդեպ չբացառելով ասաց, որ ես դեմ չեմ եղել, առաջինը ես եմ կողմ եղել բանին, impeachment-ին։ Թե սա պետք է ուզում ենք թիրախ դարձնել Հայաստան դաշինքին։ Վայ ջան, ոչ, եւ ավելին, ես նաեւ խոսք ունեի ասելու, այդ խոսքին չասա։ Նամակները հանձնելուց հետո գործողություններ պետք է հետևեն, չէ, որոշակի ինչ-որ այլ գործընթացներ պետք է տեղի ունենան։ Այդ մասով լիազորված եմ Արթուր ենք շարժման անունից հայտնելու, որ մեր նախաձեռնությամբ մենք հենց այսօրվանից, այսինքն սկսած նախաձեռնություն ենք ցուցաբերելու, որպեսզի հանդիպենք առաջին հերթին Հայաստանի Հանրապետության 3 նախագահների հետ, Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ։ Անպայման հանդիպում ենք փորձելու խնդրել եւ ստանալ հայեղափոխական դաշնակցության հետ, որպես քաղաքական կուսակցություն, զուտ սրանք, այսա ասեմ, սրանք այսպես ասած կոնսուլտատիվ բնույթ ունեցող հանդիպումներ են լինելու, որտեղ մենք փորձելու ենք գործընթացը նախաձեռնելուց սկսելուց արդեն գետնի վրա այդ բոլոր process-ները սկսելուց առաջ բոլոր քաղաքական դերակատարների հետ հստակեցնել մեր մոտեցումները, միգուցե նաև ստանալ ինչ-որ արժեքավոր խորհուրդներ կամ արժեքավոր աջակցություն կամ միգուցե իրանք ասեն, չգիտեմ, չեք միանում։ Տեսեք, բայց այնուամենայնիվ հանրային ճնշում պետք չի այս գործընթացը նաև տրամաբանական ավարտին հասցնելու համար, այսինքն որպեսզի նաև ԿՊԱ-ականները, հա, այդ թվում եւ ընդդիմադիրների մասով դուք ունեք հստակ բան, որ բոլոր ընդդիմադիր դիրքերից հանդես եկող падգամավորները նախ կմիանան ձեր նախաձեռնությանը, որը ի վերջո բավարար կլինի, որպեսզի մտնի օրակարգ, հետո նոր արդեն ճնշում լինի փողոցային պայքարով, հա, այդ ձեր ասած Արթուն ենք շարժումը փողոցային պայքար սկսելու է այս գործընթացին զուգահեռ։ Պատասխանելով ձեր հարցին, օրակարգը հետևյալն է, քայլերի հերթականությունը հետևյալն է։ Այսօր հանձնում ենք առաջարկ, որպեսզի падգամավորները, այսպես ասած, իրար գան, շարժվեն տեղից, վերջապես ինչ-որ իրանց սահմանադրական հոդվածներով պարտականությունն է իրենց սկսեն իրականացնել։ Այդ թվում նաև լրիվ ամբողջությամբ ազատ ենք թողել վարչապետի թեկնածուի հարցում, մի վարքյան պատասխանում եմ Փայլակի հարցին։ Վարչապետի թեկնածուի հարցում ամբողջությամբ ազատ ենք թողել իրենց եւ անվերապահ, ես դες ամբողջ պատասխանատվությամբ ասում եմ, կաջակցենք ցանկացած իրենց կողմից առաջադրված վարչապետի թեկնածուին առանց որևիցե վերապահման։ Մի վարքյան բան չեմ անում։ Եթե իրանք չեն ուզենա տեղից շարժվել, մենք այդ կանխավարկածով իհարկե չենք առաջնորդվում, բայց եթե չեն ուզենա, այդ ժամանակ ինձ թվում է հանրությունը պետք է իրավիճակը վերցնի իր ձեռքին։ Արդեն այդ ձեր տված հարցին ով է վարչապետի թեկնածուն, մենք կգեներացնենք վարչապետի թեկնածու, կգանք եւ իրանցից միայն կուզենք իրանց ստորագրությունը։ Բա այդ կոնսուլտացիաները հենց այդ նպատակով ենք նախաձեռնում։ Ներմնում ընդդիմության վարչապետի թեկնածու։ Որովհետեւ իմ նշած մարդիկ եւ քաղաքական մնացած դերակատարները ըստ էության ոչ բոլորն են, որ ազգային ժողովում նախ ներկայացվածություն ունեն, բայց քաղաքական դաշտում ունեն լուրջ ազդեցություն։ Այս պահի դրությամբ, մինչև այս պահը նամակները հանձնելը, խնդիրը այս պատերի ներսա։ Սրանից հետո արդեն խնդիրը տեղափոխվել է ամբողջ քաղաքական դաշտ։
Մտածիկ պետք է հանդիպեք, քննարկեք, մենք նախաձեռնելու եք։ Հնարավոր է ինչ որ ուժեր ձեզ տարհամոզեն եւ հետ կանգնեք այս գործընթացից մեկ եւ երկրորդ հարցս, որովհետեւ շատ է հնարավոր է հերթ չհասնի։ Ասում եք վախեցած են ԿՊ-ականները, մոտավորապես հաշվարկ ունեք, քանի պատգամավոր է ԿՊ-ից վախեցած եւ քանիսը կմիանան այդ վախեցածներից ձեզ։ Հնարավոր է մեզ համոզեն թե չէ, այո, հնարավոր է։ Եթե այլ որ մեկը արգումենտ բերի, փաստակ բերի, խելամիտ, թող մենք բան չենք խելար չենք, ասում ենք ոտներս դրել ենք մի կոշիկի մեջ, ասում ենք չէ, սենց պետք է լինի։ Մինչև այս պահը ոչ մեկ, որևիցե մեկը, որևիցե արգումենտ, որևիցե փաստարկ, բովանդակային առարկություն չի կարողացել ներկայացնել։ Եթե այս պահից սկսած ինչ որ մեկը այդ փաստարկը կներկայացնի, մենք եթե կբացատրի, որ սխալ է, մենք իհարկե ինչի պետք է բանանանք։ 2026 թվականին ընտրություններ են լինելու եւ կարճ ժամանակ է մնացել։ Լուրջ եք ասում։ Չէ, 26 թվականին ընտրություն։ Այսինքն ես չգիտեի, ինձ ինչ որ մեկը ասի։ Որպես փաստարկ եմ, եթե տենց փաստարկ լինի։ Այսինքն ինչ որ մեկը ինձ որպես փաստարկ պետք է ներկայացնի օրացույցի հաջորդ տարվա ամսաթիվը, որը ես իրանցից լավ գիտեմ։ Փոխեն, ինձ թվում է չի խանգարում։ Ասելու որ գուցե այս նախաձեռնությունը ավելի շուտ լիներ, խոսքը դրա մասին։ Թող ես ավելի շուտ բանտում էի։ Դուք նոր եմ դուրս եկել։ Ասեք։ Երկրորդը ԿՊ-ականները վախեցած են, ես նման բան չեմ ասել, ԿՊ-ականները բացարձակ վախեցած չեն այս պահին, որովհետև վախենալու ոչ մի բան չունեն։ Հա, Փաշինյանից վախեցած են, այո, վախի շուտ։ Ինձ թվում է, ես ասեցի, երկու գործոն կա, որով Փաշինյանը ԿՊ-ական պատգամավորին պահում է ազգային ժողովի շենքում։ Դա շահն է ու վախը, տարբեր կոմբինացիաներով, մեկին համ շահով, համ վախով ապահում, մեկին վախով, մեկին մենակ շահով, բայց ընդհանուր առմամբ գաղափարական չի իրանց միավորումը։ Ես կուզենամ տեսնեմ այն ԿՊ-ական պատգամավորին, Զարուհի ջան, ով որ Զարրոձին ու զա Ստալինու դեմքով, զա Նիկոլա Փաշինյանու դեմքով, կասի ես պատրաստ եմ մեռնել գաղափար հանուն այդ գաղափարի։ Չկա այդ գաղափարը, մենք այդ լավ գիտենք։ Մենք լավ գիտենք այդ մարդիկ ինչի համար են այստեղ, չէ՞ հավաքված։ Դե եթե հավաքված են, չէ, վայ ջան, աղջիկը լիքը սպասում է, քեզ առանձին ուզում ես հարցը։ Չէ, թող տա, շողիկ ջատուր հարց։ Էտա։ Նախ ես ոնց հասկացա, որոշման նախագիծ պետք է լինի վարչապետին անվստահություն հայտնելու։ Էդգար Ղազարյանն է։ Այսինքն իրավական մասերով բոլոր հարցերով նախաձեռնության լոկոմոտիվը նախ առաջին Էդգար Ղազարյանի խոսքն եմ ես լսել իմպիչմենտի մասին, գուգլել եմ, փաստարկները նայել եմ, հասկացել եմ, որ շատ տրամաբանված, փաստարկված բան է ասում մարդը, ես էլ ոգևորվել եմ այդ գաղափարով, եկել եմ հիմա այստեղ կանգնած եմ։ Ամբողջական առումով իմպիչմենտի բոլոր մանրամասների առումով խնդրեմ պարոն Ղազարյանին հարցնեք։ Ես ոնց հասկացա, դուք ընդդիմադիր դաշտին որևէ այսպես առաջարկ եւ այլն չկա, դուք ուղղակի այս պահին չկա, առայժմ չկա։ Դուք ուղղակի ուզում եք, որ խորհրդարանի ընդդիմադիր ուժերը նախաձեռնեն վարչապետին։ Առաջի գիշերվա իրավունքը վարչապետի տեխնացուի պատկանում է պատգամավորներին մեծ առումով, ընդդիմադիր պատգամավորներից մեր ակնկալիքները շատ ավելի կոնկրետ են, չէ՞, որտեղ իրանք 21 թվին եկան մեզ ասեցին, մեզ ձայն տվեք, մենք գալիս ենք Նիկոլ Փաշինյանին հանենք։ Հիմա ձայն ենք տվել, ես անձամբ քվեարկել եմ, քարոզել եմ, ձայն եմ տվել ընդդիմադիր դաշինքներից մեկին։ Հիմա եկել եմ ասում եմ, ընկեր 4 տարի անցել, դու մենակ մի բան կարող էիր անել, մի բան, ուրիշ բան չէր կարող պատգամավորել։ Իմպիչմենտի գործընթաց նախաձեռնել, մինչև հիմա չես արել։ Լավ, թողում եք մի կողմ մինչև հիմա չես արել, բա հիմա ինչի չես անում։ Ում եք ասել են դաշինքի, որին ձայն եք տվել։ Դա առաջին հերթին իհարկե այդ դաշինքին։ Իմ ընտանիքում ձայները տարբեր ձև են բաշխած եղել։ Ես քվեարկել եմ պատիվ ունեմ դաշինքին, հայրս քվեարկել է Հայաստան դաշինքին, բայց ես թե երկուսի քարոզչական միջոցառումներին ակտիվ մասնակցել եմ, Facebook-ում մինչևա նկարները կա դրած։ Այս 4 տարվա ընթացքում այդ ձեր ասած երկու դաշինքները միասին անգամ մի հատ հնչում միասին, որտեղ միասին չեն եղել իրանք երբեք։ Չէ, երկուսի հետ ինչ որ հարցեր շուրջ միասնաբար հանդես են եկել, չէ, քննարկել են, քվեարկել են։ Այդ մարդիկ անգամ մի հասարակ նախագիծ չեն կարողացել անցկացնել, որ մնաց Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծ իր կյանքին կոչել։ Էդգար Ղազարյանը քիչ առաջ ասեց, մի պատգամավորի, ընդամենը մեկ պատգամավորի ստորագրությունը հերիք է, որպեսզի այդ գործընթացը, այսպես ասած, պուսկը տանք։ Հիմա այդ մեկ պատգամավորի վերջացնեմ, բայջան, իհարկե արդյունքի համար ենք աշխատում։ Մենք հո բան չենք անարդյուն։ Ձեր խոսքից ճիշտ եմ ենթադրում, որ պատգամավորի ստորագրություն են տվել, արդյունք չի եղել, դե ինչ ասեմ։ Չեն կարողացել անցկացնել, հիմա ո՞նց են անցկացնել։ Բազմաթիվ էլ եղել է, որ պուսկ են տվել, եղել է արդյունք։ Ձեր խոսքից ճիշտ եմ հասկանում, որ դուք
կասկած ունեք կամ թերահավատություն ունեք, որ ընդդիմադիր բոլոր ուժերը կամ բոլոր падգամավորները այս գործընթացը իրականացնելու պատրաստակամություն չունեն եւ պարոն Մալյան, դուք ասացիք երկու հոգի են դեմ Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանի մասով տեղեկատվությունը կխնդրեի հստակեցնեիք, ինչպես եք էլի պնդում, որ դեմ է, որովհետեւ ֆրակցիան ամեն դեպքում Ռոբերտ Քոչարյանի մասով խնդրում եմ պարոն Էդգար Ղազարյանի այդ հարցը տվեք։ Էդգար Ղազարյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին։ Իսկ բավարարվելու պարագայում այս գործընթացը տապալվելու պարագայում որոնք են լինելու ձեր հաջորդ քայլերը։ Բայց ինչի պետք է տապալվի։ Ես տապալման մասին բացարձակ չեմ մտածում։ Կարա տապալվի, եթե լինի տոտալ սաբոտաժ։ Այս գործընթացը, Զարուհի ջան, ինչպես ցանկացած գործընթաց, որը ես սկսել եմ, ես հստակ քայլ առ քայլ պատկերացնում եմ, այս քայլից հետո ինչ անել, այս քայլից հետո ինչ անել, այս քայլ։ Ինձ ընդդիմադիր падգամավորները մինչև հիմա ասում են, հավաքի բեր ժողովրդին, մեզանից այդ ժողովրդով խնդրի, որ մենք սկսենք իմպիչմենտ, մենք կսկսենք։ Ուրեմն այս առումով այդ խոսույթը Նիկոլ Փաշինյանի ու ընդդիմադիրների լրիվ նույնական է։ Նիկոլ Փաշինյանն ասում է հենց ժողովուրդը իմ հրաժարականը պահանջի, ես հրաժարական կտամ։ Այսինքն թե այստեղ Նիկոլ Փաշինյանի պարագայում, թե այնտեղ ընդդիմադիրների պարագայում անհայտ է այդ ժողովուրդը, այդ ժողովրդի քանակը։ Ասում որ պետք է նաև փողոցային ճնշում լինի։ Այո, ոչ թե նույնն եմ ասում, պարտադիր է իմպիչմենտը առանց փողոցային ակտիվ համազգային գեներացված փողոցի զրո է, ոչ մի արդյունքի չի բերելու։ Փողոցային գործընթացը առանց իմպիչմենտի վերջաբանի նույնպես զրո է, դա էլ ես վերջի 7 տարվա մեջ անընդհատ համոզվել ենք։ Որ օրենսդիրներին Բնականաբար պետքա լինի process, որպեսզի այդ մարդկանց, այսինքն օրինակ ձեզ, երբ որ ես կոչ անեմ, ասեմ եկեք դուս եկեք փողոց, ես դες բացատրեմ, թե ձեզ ինչի համար եմ կանչում փողոց։ Փողոցում կրկն նոր ասեցի, այդ ուշադիր չեք երևի։ Փողոցում չի ստացվում, որովհետև այդ փողոցի ծերում վերջում գոյություն չունի որևիցե մի հանգուցալուծում, որով Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Փողոցը փողոցի համար ուղակի դուրս գանք զբոսանքի, բնականաբար Նիկոլ Փաշինյանը դեպրեսիայի մեջ չի ընկնելու հրաժարական տալ։ Պարոն Մալյան, այսինքն հենց ներսում սկսեն գործընթացն է, որը ուղիղ կախվածություն չունի Նիկոլ Փաշինյանի կամ արտահայտությունից։ Այսինքն թե ընտրությունները կազմակերպում է եւ իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, հրաժարականի պահանջի պատասխանատուն ու պատասխան տվողը Նիկոլ Փաշինյանն է, հրաժարական տվող կամ չտվողը։ Մյուս բոլոր գործընթացները ուղիղ կապված են Նիկոլ Փաշինյանի շարժումների ժամանակ ինչի իմպիչմենտի գործընթաց չեն նախաձեռնել, հարցը բարձր դուք համար։ Չէ, ինձ համար անկեղծ ասած։ Այսինքն հենց ներսում սկսեն այդ գործընթացը, այսինքն դուք սկսեք սկսել հենց ներսում չէ։ Չէ, նկատի ունեմ, որ ներսում падգամավորն է սկսեն արդեն անվստահության գործընթացը, դուք դա պատկերացնում եք զուգորդել նաև դրսում փողոցային ակցիան։ Այո, հենց մեր падգամավորները սկսեն իմպիչմենտի, ինչ որ մեկը падգամավորի սկսի իմպիչմենտի գործընթաց, բնականաբար միանգամից պետքա կենտրոնանալ փողոցի պայքար կազմակերպելու վրա, գեներացնելու վրա։ Այն մարդիկ, ովքեր մեկ տարի առաջ դուրս էին եկել փողոց սրբազան պայքարի շրջանակներում, այդ մարդիկ չեն մահացել Փառք Աստծո, չեն արտագաղթել, նիկոլական չեն դարձել։ Այսինքն օրինակ փողոց դուրս գալ չեն։ Ինչի համար են հոգնել, որովհետև թունելի վերջում լույսը չեն տեսնում։ Այսինքն իրանց միշտ ասում են դուս եկեք փողոց, ձեզ կասենք ինչ ա լինում։ Այդ լույսը հանգուցալուծումն է, դա հենց ուղիղ լույս չի, էլի։ Այդ լույսը հանգուցալուծումն է իրավական առումով, որը կոչվում է իմպիչմենտ։ Կավարտեք, որ դուրս գան, այսինքն այս ներսում որ սկսեն, արդեն դրսում դա պետք է փողոցային Պարտադիր։ Սա ես ձեր միջոցով փոխանցեմ հետևյալ մեսիջը։ Ճիշտ է, գործընկերային փոխհամագործակցության մթնոլորտ ստեղծելն է գործընթացի շուրջ եւ աշխատել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու այդ գործընթացը կազմակերպել։ Այսինքն մեկը ստորագրությունն է մեկից անհրաժեշտ այդ process-ի համար, թող մեկը սիրով դնի այդ ստորագրությունը, մյուսը կարա իր համախոհներին, կուսակիցներին համոզի բացատրի փողոցային շարժում գեներացնի, թող դրանով զբաղվի, մյուսը կարա լավ քարոզ իրականացնի այդ ամեն ամեն մեկը մենք հիմա པարզ այս գործընթացով այ ջան կտեսնենք ովքեր են իրոք ուզում Նիկոլ Փաշինյանը գնա, ովքեր չէ։ Սրբազան շարժման ժամանակ, պարոն Մալյան, հիշում եմ այդ թեման նորից արտարծվեց, այդ իմպիչմենտի ու ասացին, որ իբր Իշխան Զաքարին չեն կարողանում գտնել, հետո ինձ տեղեկություն ասա, որ Իշխան Զաքարին իրականում կորած չէր, գտնված էր եւ ասել է բերեք թուղթը դրեք, ես ստորագրեմ։
Ով չի բերել, ինչի չի բերել, եղել է նման գործընթաց չի եղել։ Թուղթը չի եղել երբ։ Ասել առաջինը ես կստորագրեմ, դուք բերեք։ Հարգելիներս, հարգելի հանրություն, շատ լավ հարց բարձրացեց Վահեն։ Հարգելի ժողովուրդ, ձեզ 7 տարի շարունակ ու վերջի 3 տարին հաստատ իմպիչմենտի մասով խաբել են։ Երբեք իմպիչմենտի թուղթ չի եղել, երբեք Հայաստանում իմպիչմենտի գործընթաց ոչ մեկ չի նախաձեռնել։ Ամեն անգամ, երբ որ ձեզ հայտարարել են, որ սա իմպիչմենտի գործընթաց ենք սկսում, էս ենք անում, դա եղել է լկտի եւ անամոթ սուտ։ Հայաստանի Հանրապետությունում երբեք իմպիչմենտի գործընթաց որևէ падգամավոր չի սկսել։ Եղել են դրա խոստումներ, դրա մասի շահարկումներ։ Մենք դիմադիր խմբակցությունների կողմից իմպիչմենտա նման ինչ-որ անվստահությանա, կոչա, հայտարարությանային ինչ-որ բան։ Չգիտեմ, խնդրում եմ իր հետ հարցը լուծեք։ Ես այդ ժամանակ նույնիսկ ազատության մեջ էլ չեմ եղել, բանտում եմ եղել, չգիտեմ։ Այդ հարցի պատասխանը ինքը ինձ թվում է կարող է։ Իդեպ, նաև Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու նախաձեռնություն էլ ենք ցուցաբերելու։ Պարոն Նալյան, մտավախություն չկա, որ այս մեկնարկող գործընթացը հնարավոր է հակառակ էֆեկտը տա այն առումով, որ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգի բարձրացման վրա կարող է ազդել եւ արտահերթ կամ հերթական ընտրությունների ժամանակ իրեն ավելի շատ ձայն կարող են տան, քան օրինակ առաջիկա շաբաթօրը, քանի որ իրենք բազմաթիվ անգամներ նշել են, որ այս ընդդիմությունը իրենց նվեր է եւ քանի այս ընդդիմությունը կա, այս ընդդիմադիր դաշտը առաջնորդողները կան, իրենք շարունակելու են մնալ իշխանության։ Ձեր հարցի մեջ երկու իրար հակասող բաներ կա, այսինքն կա ընդդիմություն, որը Նիկոլ Փաշինյանը համարում է նվեր, իր գործունեության համար է, չէ՞, համարում նվեր, ոչ թե դեմքերի, հա, այս կցած։ Կա ընդդիմություն, որը Նիկոլ Փաշինյանը համարում է իրան նվեր, ինչ որ առումով կներեք, բայց այդ մասով շատ դեպքերում պետք է համաձայնվեմ դրա հետ։ Եվ ամբողջ քաղաքական գործընթացները մենք թողենք այտենց ոչ մի բան չանենք, այդ նվեր վիճակը շարունակվի։ Երկրորդ, ես չեմ հավատում ընտրություններին։ Ոչ մի հիմք չունեմ ընտրությանը հավատալու։ Ասեք մի հատ հիմքի ինձ հենց հիմա, որով ես հիմնավորվեմ, ասեմ, ճիշտ է, ընտրություններով հնարավոր է փոխել։ Խնդրեմ, ասեք մի հատ հիմք ինձ։ Ինչ որտեղ այդ լավատեսությունը։ Ժողովուրդը վերջնականապես հիասթափել է, հիմա վերջապես ընտրություններով, ընտրությունների տարբերակը ինչ ենք մենք քննարկում։ Եվ ձայն չտա է։ Եթե օրինակ Գյումրիում ինչ եղավ։ Մինչև Գյումրին 2021 թվականին մենք գիտեք քանի ընդդիմադիր քաղաքապետեր են հաղթել։ Մամիկոն Ասլանյան, Մանվել Փարամազյան, Արուշ Արուշանյան, թվարկեմ Դավիթ Համբարձումյան, այդ մարդիկ հաղթել են միանձնյա, այսինքն իրանք ջախջախել են ԿՊ-ին իրանց տարածը մի վարքյան։ Հիմա ինչա կատարվում։ Հիմա կարկատաններով մի հատ իշը քաղաքապետ նշանակել տվեցինք, որը ընդհանրապես նույնիսկ քաղաքական պատասխանատու էլ չունի։ Չկա այո, այս տեմպերով, այս համայնքներում միտեղ կրելով, միտեղ կրվելով, առաջ ավելի շատ ենք կրում ընդ որում, հիմա ավելի քիչ, հա, այս տեմպերով տենց 200-300 տարի հետո տենց կազատագրենք, որտեղ միտեղ մենք ենք հաղթում, հաջորդ ընտրություններին Նիկոլեն կարող է հաղթեն եւ այլն։ Նիկոլ Փաշինյանը իր իշխանությունը պահելու համար պատրաստ է ամեն ինչի է պատրաստ։ Ընտրական ամբողջ ցիկլը իր ազդեցության ներքո է գտնվում։ Սկսած ԿՀ-ից մինչև սահմանադրական դատարան, որը բողոքներն է քննելու։ Այսինքն բանը Սեդա Սաֆարյանը պետք է որոշում կայացնի, թե ընտրությունները կեղծվել են, թե չեն կեղծվել։